Առավոտ լուսոն շարունակվում է սիրելի հեռուստադիտողներ, մենք շատ ուրախ ենք, որովհետև խոսելու ենք երաժշտական մեծ ու կարևոր տոնի մասին, այո տոն է սա, որովհետև երբեմն լինում են համերգային ծրագրեր, մշակութային երեկոներ, որոնք պարզապես մշակութային ժամանցի համար են, բայց այս դեպքում սա ոչ միայն ֆանտաստիկ ու դասական մշակութային ժամանց է, այլ նաև ունի հստակ ու կարևոր նպատակ, այն է մասնագիտական մեծ հաջողություն և հնարավորություն պարգևելու երիտասարդներին։ Հիմա կիմանաք խոսքը ինչի մասին է։ Հունիսի 8-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա բացառիկ գալահամերգ, որը կմիավորի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և Ռոմանոս Մելիքյանի ու Արմեն Տիգրանյանի անվան պետական երաժշտական քոլեջների ուսանողական նվագախմբերը։ Թե ինչ է սպասվում, կիմանանք հենց հիմա, որովհետև մեր տաղավարում են խմբավար դիրիժոր Կարեն Ամիր-Լաթիֆին, բարի լույս, և ֆլեյտահար Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջի ուսանող Վիկտորիա Պետրոսյանը, ողջույն։ Շնորհակալ ենք առավոտը սկսում եք մեզ հետ այս հիանալի գալահամերգի մասին պատմելով մեզ և մեր հեռուստադիտողներին և գանք սկզբից ինչպես եղավ գաղափարը, որ պետք է ունենալ մի համերգ, որտեղ ելույթ կունենան արդեն հայտնի ու սիրված ճանաչված արտիստների կողքին ուսանողներ, մարդիկ, որ նոր սկսում են իրենց բեմական կյանքի ճանապարհը։ Մինչև համերգի մասին խոսալը մի բան ես ուղղակի նշեմ, Արնո Բաբաջանյանի քոլեջի ուսանողները այդտեղ երևի ինչ-որ շփոթել ենք։ Այո, մենք շատ ուրախ ենք, որ նախ ես մի բան ասեմ, ես քանի որ հայ չեմ, կարող եմ մեկ սխալվեմ, նամանավանդ այս օրերին, որ համերգի համար ենք պատրաստվում, խնդրում եմ ներող եղեք, եթե բառերը սխալ անգարց եթե ասեցի։ Դա շատ միաժամանակ շատ ուրախալի համերգ է մեր համար, որովհետև մենք պատրաստում ենք մեր նոր սերունդը օպերայի համար արդեն եւ համել շատ լուրջ է, որովհետեւ մենք փորձում ենք մեր մաքսիմալը ցույց տանք, այսինքն երեխան կամ ուսանողներին ավելի ճիշտ չենք ուզում որպես ոնց ասեմ primitive երաժիշտները չեն նրանք, այսինքն մենք ուզում ենք իրենցից մաքսիմալը ստանանք եւ ամենալավ բանը ես կարամ նշեմ այն է, որ նրանք նվագելու են համատեղ հիմնական նվագախմբի հետ սիմֆոնիկ օպերայի, այսինքն պատկերացնում եք կամ նոր սերունդը եւ պրոֆեսիոնալները իրար հետ եւ ինձ թվում է, որ դա շատ կարեւոր երևույթ է օպերայի համար Հայաստանի, որովհետեւ դե գիտեք, մենք տարբեր նվագախմբեր ունենք տեսակի, կամերային ունենք, սիմֆոնիկ ունենք, օպերայի եւ ամեն մեկը ունի իր առանձնահատկությունները։ Հիմա օրինակ կամերային նվագախմբի մասին եթե խոսում ենք, նվագողները պետքա մի քիչ ավելի շատ sense դետալների վրա աշխատեն, կամ եթե սիմֆոնիկի մասին խոսում ենք, խոշոր օպերայում մի քիչ ամեն ինչը տարբերվում է, ինչի համար, որովհետեւ գոյություն ունի սոլիստ երգիչ։ Եվ բացի դրանից, որ նրանք պետքա իրար լսեն նվագելու ժամանակ, համ էլ պետքա սոլիստին լսեն։ Եվ միաժամանակ համ պետքա հստակությունը պահեն, համ պետքա մի քիչ ճկուն լինեն, որովհետև սոլիստը կարող է նոր բաներ անի։ Իսկ մասնագիտական հմտություններին տիրապետելու եւ հաղթահարելու հրաշալի հնարավորություն ու ճանապարհ է։ Վիկտորիա, ինչ զգացողություններ ունեցաք, երբ առաջարկը եղավ եւ այս հնարավորությունը ձեզ տրվեց, վստահ ենք ուսանողական շրջանում սա նոր փուլ է ու շատ կարեւոր, ու զգացողությունները գուցե լինեն անբացատրելի, բայց դե մի քիչ կիսվեք մեզ հետ։ Վստահաբար զգացողություններս միայն հպարտի զգացողություններ են, առաջարկը շատ սիրով եմ ընդունել եւ շատ սիրով եմ մասնակցում այս նախագծին։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, ովքեր կարողացան կյանքի կոչել այս նախագիծը։ Եվ իմ համոզմամբ օպերայի նվագախմբում աշխատելը շատ բարդ է երաժշտի համար, որովհետև ինչքան օրեցօր, երբ մեր փորձերը գնալով ավելանում են եւս մեկ փորձ, ամեն փորձին հասկանում եմ, որ եւս մեկ բարդություն, որը պետք է հաղթահարել, եւս մեկ օր, երբ պետք է ավելի լավ լսել երաժիշտներին, որպեսզի կազմավորվի ընդհանուր նվագախումբը եւ ինչպես նշեց մայստրոն,
մենակատարի դերը իրոք շատ տարբերություն է տալիս ի տարբերություն սիմֆոնիկ նվագախմբի։ Իսկ ուսանողության շրջանում արդեն նկատել ես այն ձեռքբերումը, որ կողքից ձեր ընկերները, մնացյալ ուսանողուհիները տեսնում են, որ ձեզ նման առաջարկ եղավ, դուք արդեն հանդես պիտի գաք այս համերգային ծրագրի շրջանակներում, ու նրանց սրտի ռիթմը, նրանց առհասարակ ձգտումը սովորելու ցանկությունը, ավելի լավ սովորելու ցանկությունը, արդյոք այս ամենը տեսել եք նրանց մեջ, թե չէ, որպես կողքի աչք։ Այո, ընկերների շրջանակում վստահաբար նրանք գալու են մեզ աջակցելու նախ այս նախագծի շրջանակներում, հետո արդեն ցանկություն ենք ստացել տարբեր ուսանողներից եւ մեր շրջապատի ընկերներից մասնակցելու հետագա համերգներին։ Այսինքն ներառվելու նվագախմբին։ Շարժառիթ է, չէ՞, սա։ Այո, իսկապես։ Եվ մոտիվացիա ուսանողների համար հատկապես, խոսենք նաև համերգային ծրագրից։ Ինչ է սպասվում ծրագրում հանդիսատեսին։ Ես շատ զգուշ եմ ես ամեն ինչը նախատեսել եւ ծրագիրը, որովհետեւ համ ուզում եմ երեխեքը լիքը բան սովորեն, համ ուզում եմ այն ժամանակ, որ ժողովուրդը հանդիսատեսը գալիս է, մի երբ նույնիսկ չլինի, որ ինքը լսած չլինի։ Այսինքն ես խոսք եմ տալիս բոլորին, որ համարյա 99%-ը բոլոր մեր երկերը կամ մեր ստեղծագործությունները ավելի ճիշտ լսած կլինեն եւ կվայելեն։ Մենք ամենահայտնի օպերաներից եւ բալետներից հատվածներ ենք վերցրել եւ Նեսուն Դորման, որ բոլորը գիտեն, շատ հայտնի Բրինդիսիներ, Տրավիատան, լավ կլինի իմ կարծիքով, իմ ծրագիրը բոլորին հայտնի կլինի։ Փորձերի ընթացքը ինչպիսին է։ Ինչպես են անցնում փորձերը։ Խիստ, որովհետև ես երեխեքին միշտ ասում եմ, ուսանողներին միշտ ասում եմ, որովհետև տեսեք, ժողովուրդը երբ որ գալիս են, օպերայի թատրոն մտնում են, ավելին ասեմ, Թոմս երբ որ առնում են, մենք իրավունք չունենք ծածր որակ ինչ-որ բան ցույց տանք։ Եվ այս պարագայում, քանի որ ամեն դեպքում երիտասարդ են, պատկերացնում եք ինչքան գործ ունեն անելու, հազարում 10 ունեն, քննություններ ունեն, արդեն տարբեր կվարտետներ ունեն, պետք է մասնակցեն, լիքը բան են անելու։ Բայց մեկ է, իմ կարծիքով, ես ինչքան հնարավոր է եղել է, ես փորձել եմ, որ միշտ իրենց բարձր որակով պահեմ, որ լավ համերգ ունենանք, լավ ելույթ ունենանք։ Հետաքրքիր է ուսանողական շրջանում ինչ ձևաչափ է եղել, ինչ կարևոր կետեր են եղել, որոնցով առաջնորդվել եք եւ ընտրել եք այն երիտասարդներին, այն ուսանողներին, ովքեր պիտի մասնակցեն համերգին։ Շատ լավ հարց եք տալիս։ Տեսեք, հիմնականում երբ որ մենք այսպեսի նվագախմբեր ստեղծում ենք, փորձում ենք լավագույնները ընտրենք եւ դրանով իրենցով առաջ գնանք։ Ես էլ եմ ուզում դենց անել, բայց այստեղ կարևոր անձնավորություն մայստրո Կարեն Դուրգարյանը ասաց, եկեք այս անգամ բոլորին շանս տանք։ Այսինքն մենք սկզբում փորձեցինք, որ բոլոր նվագողներին, բոլոր ուսանողներին հրավիրենք եւ ընթացքում իրենց շանս տանք։ Որպեսզի, գիտեք, մենք էլ ենք եղել երիտասարդ, ժամանակ եղել է, որ ուղղակի չենք պարապել, բայց տաղանդավոր ենք եղել։ Ու մեզ ուղղակի պետք էր, որ մի հատ շանս տանք։ Եվ այս ընթացքում ես տեսել եմ։ Եվ ես տեսա, որ այս ընթացքում ինչքան ճիշտ էր մայստրոն, որովհետև այն ուսանողները, որը սկզբում միացան մի քիչ, հիմա ինչքան ակտիվ են։ Եվ դա մեր համար շատ ուրախ պահ է։ Արդյոք համերգի ավարտից հետո, քանի որ հիմա մեզ մոտ ֆիքսված է հունիսի 8-ին է լինելու համերգը, կլինի նույն ծրագրով համերգ հետագայում։ Դա չգիտեմ։ Ամեն դեպքում տեսեք, այնքան էս ստեղծագործությունները մեր համերգին հայտնի են ու սիրված են, որը հաստատ մենք էլի ենք կրկնելու, բայց իմ կարծիքով լավ կլինի, որ մենք անընդհատ իրենց հետ նոր ծրագիր պատրաստենք, որովհետև իրենք ավելի շատ ակտիվանան, եւ իդեպ ասեմ, մենք երկու սուրպրիզ էլ ունենք այս համերգին, չեմ ուզում շատ դրա մասին խոսել, մեկը վերջում, մեկը ընթացքում, Հայաստանի ամենահայտնի երաժիշտները ստեղ է եւ մեզ կմիանա ու այսքանով
Սպասեք անակնկալների համերգի ընթացքում։ Մոտավոր իհարկե պատկերացնում ենք, սիրելի Վիկտորիա, այն զգացողությունները, այն էմոցիաները, որ կան ձեր հոգում, իսկապես աշխատասիրությունը լավագույն միջոցն է հաջողության հասնելու համար ու շատ ուրախ ենք, որ ձեր գլխավորությամբ երիտասարդները եւ ուսանողները պատիվ ունեն մասնակցելու կարևոր համերգային ծրագրին։ Հաջողություն մաղթենք ձեզ եւ շնորհակալություն, որ օրվա այս հատվածը հատկացրեցիք մեզ հետաքրքիր հարցազրույց ունենալու համար։ Անչափ շնորհակալ ենք։ Մերսի շատ։ Մենք եւս սիրելի հեռուստադիտողներ հիշեցնենք, որ հունիսի 8-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալու է բացառիկ գալահամերգը, որը պետք չէ բաց թողնել, իսկ դրա համար պետք է շատ արագ ձեռք բերել տոմսեր, որպեսզի դուք էլ կարողանաք մասնակիցը դառնաք եւ վայելեք հատկապես անակնկալները։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Սա Առավոտ լուսոն է, մենք շարժվենք առաջ։